Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Մի վախնար, ես եմ զգիսպը և ես եմ վախճանը, ես եմ գենթանի եղողը և ես եմ, որ մեռա և ահավասիկ կենթանի եմ Հավիդյան Հավիդենից։ Հարության ցայնն է ահա, բահմը լսենք այդ ցայնը, հարության ցայնը մեր շուրջն է, ան հույսներ շնչող, շղթաները խորդագող, վախը փարադող ցայնն է միշտ։ Հարությունը անցյալի մեջ կդարված արարքմը չէ սոսկ, այլ իրադարձությունը, որ մենք գաբրինք այսօր։ Հիսուս Քրիստոսի հարուցյալ փրկչին խոսքերը մեզի կհիշեցնեն, որ ան Հավիդյան կենթանի է, և մենք կյանք ունենք իրմով և իր մեջ առանց սահմանափակումներու։ Հարությունը կյանք կբարգևե, այսօրվան աշխարհի մեջ ագանադես կլանք և երբեմն թեմ հանդիման կգտնվենք, այնպիսի փորձություններու, այնպիսի տագնապներու, որոնք վախ, անորոշություն և կասկած կհառաջացնեն։ Ինչ ընել, ինչ պետք է ընել նման բահերուն, պարզապես պետք է հիշել Աստուծո զորությունը, հարությունը, որ նոր կյանքի համար է, մեզ նոր կյանք տալու, մեզ նոր մարդ արարած դարձնելու, նորոգված, սրբված, մաքրված, ամեն տեսակ մեղքերը, ամեն տեսակ ապագանությունները և չարությունները։ Այո, հարությունը կհաղթարե ու կփարադե վախն ու կասկածը։ Վախը կա, գոյություն ունի, դիրական է իր ներկայությամբ մեր մտքերում մեջ, մեր կյանքերում մեջ, հաճախ անձնական դժվարություններ, տնտեսական անկայունություն և կամ հիվանդություն պատճառ կհանդիսանան, որ մենք մեզ զգանք և կամ ուղղակի հայտնվենք խավարի մեջ։ Այսուամենայնիվ Քրիստոս հաղթեց մահվան և մեզի հետ քալեց յուրաքանչյուր փոթորիկի մեջ են։ Քրիստոս հարություն արավ մերելներեն և քանթեց ու փշրեց ամեն պատնեշ, որ մեզ կբաժնե Աստուծմե։ Ճշմարտությունը նույնն է, սիրելիներ, փառքի թագավորը հարություն արավ, իր իսկ մահվամբ մահը խորդագեց, դժոխքը ավերեց և հարություն արավ մեզի նոր կյանք տալու, նոր կյանք պարգևելու, անմահության ճամփորդ դարձնելու։ Հարությունը ճշմարիտ և վճռորոշ հայտարարությունն է, որ ոչինչ կրնա մեզ հեռացնել Աստուծմե, ոչ մեղքը, ոչ վախը, ոչ իսկ մահը։ Անգհրավիր է մեզ ազատագրված կյանքի, անցյալի ունայնությունը մերժող, անցյալի վախերն ու սխալներն ու անհաջողությունները քերեզմանող։ Այո, հարուցյալին ցայնն է, որ կհնչե ամեն ուրեք, մի վախնար։ Մենք կանչված ենք դուրս գալու
մեր մեղքի քերեզմաններեն եւ մտնել ճշմարիտ կյանքի ճանապարհի մեջ։ Այո, Քրիստոս հարություն արավ եւ իր հաղթանակով նոր կյանք պարգևեց հաղթանակի վստահինք հարուցյալին եւ հաղթահարենք ամեն տեսակի դժվարություն, տագնապ եւ կամ խոչընդոտ։ Հարությունը մեր ամենօրյա պայքարի ընթացն է։ Հարությունը միայն մահեն հետո հավերժական կյանքի մասին չէ, այլ կվերապերի այսօրվան մեր վերափոխված նորոգված կյանքին։ Այո, կյանքը լեցուն է այլազան եւ բազմազան մարտահրավերներով։ Առողջության գորուստ երբեմն, տնտեսական ճգնաժամ երբեմն, խզված հարաբերություններ, աշխատատեղի եւ կամ բնակարանի գորուստ, թյուրին է դգարանալը, սակայն Քրիստոսի հարությունը գուքա հիշեցնելու ինձի եւ քեզի մեզ մե յուրաքանչյուրին, որ նույնիսկ ամենադժվար բահերուն Աստված ցերնածալ չէ, գկործե անկերեզմաները այքիներու գվերածե սուքը ուրախության, խավարը լույսի, կյանքը եւ պայքարը հաղթանակի։ Մենք սիրելի հավատացյալներ այսօր կանչված ենք ապրելու լույսի մեջ, քաչ գիտնալով, որ անվերաբահորեն սիրված ենք Աստուծո կողմէ։ Նույնիսկ եթե մենք գսիրենք կամ չենք սիրել, նույնիսկ եթե մենք գհերանանք, թե գմոդենանք, Աստված նույն տեղն է, Աստված սերնածալ չէ, Աստված գսիրե մեզ, Աստված մեր կողքին է, Աստված իր հարուցյալ կյանքով գնորոքե հին մարդը մեր վրայեն գտոտապե եւ նոր մարդը գհակցնե։ Մենք կանչված ենք Աստուծո հետ, ըլլալու Աստուծո մոդենալու, անգախ անորմե, թե ով ենք, ինչ թիրք ունենք եւ ուր գտնվենք, Աստուծո սերը մշտական է, ամենուրեք է եւ անսասան է, հարությունը հուսատրող ուժ է, Քրիստոսի հաղթանակը մահվան վրա նաեւ մեր իսկ հաղթանակն է։ Ոչ մեկ ճգնաժամ, ոչ մեկ դժվարություն, ոչ մեկ մարտահրավեր չի գրնար մեզ բաժնել ու հերացնել իր հայրական սերեն, հոգադարութենեն եւ խնամքեն։ Երբ անանքից կսկանք, վախով կամ գասկածով հուսալքված ենք, հաստատ մնանք իր խոստումի մեջ։ Այն նույն զորությունն է, որ հարություն տվավ Հիսուսին մերելներեն եւ ան միշտ գաբրի մեր մեջ։ Այսօր որքանով գաբրինք հարության զորությամբ, Քրիստոսի լույսը մնայուն պետք է ճարակայթե եւ հուսատրե մեզ ամենափոթորգոտ եւ դժվար բահերուն։ Մենք հարության վգաներն ենք, կանչված ենք ըլլալու հարության վգաներ, հույսի գարոտ այս աշխարհի մեջ պետք է ըլլանք իր ցերքերը, իր ոտքերը, այսինքն գիսել անոր սերը, խաղաղություն բերել այնտեղ, ուր հագամարտություն կա, փարություն, ուր ադելություն կա, արդարություն, ուր թադաստան կա։ Սիրո յուրաքանչյուր գործողություն, ներման յուրաքանչյուր բահ, հավատարմության յուրաքանչյուր քայլ վկայություն է կենդանի Քրիստոսի։ Լսե, նորեն լսե, հարության ցայնը փրկվածներուս ուրախության,
հավատացյալներուս աղոտներուն, հույս ունեցողներուս երկերուն մեջ է։ Հիսուս գենթանի է հավիդյանս հավիդենից, և քանի որ անգաբրի մենք նույնպես կրնանք ապրիլ առանց մեղքի, առանց վախի, այն քաչ գիտակցությամբ և մեծ վստահությամբ, որ Տիրոջ հաղթանակը մերն է։ Քանի մորեն դարձյալ պիտի ժամադրվինք մեր նահատակներուն հետ, ապրիլ 24-ն է, 110-րդ ամյակն է հայոց ցեղասպանության։ Մենք այդ ժամադրությունը դարձյալ հարգենք, լսենք մեր նահատակները, որոնք քերեզմաններեն դուրս ու քերեզմաններեն անտին մեզի հետ կխոսին ու մեզ կհիշեցնեն, որ մենք ըներիկ ունենք, որպես հայ ժողովուրդ, որպես հայ անհատ, որպես հայ հավատացյալ, որպես հայ մարդ։ Մեր հայրերու գդագը բահելու, մեր հայրերու գդագած ժառանգությունը բահելու և դերը մնալու, մեր սրբություններուն դերը մնալու, մեր կանցերուն, մեր իրավունքներուն դերը մնալու և այդ պատճառով պիտի շարունակենք հավաքաբար ազգովին մեր պայքարը։ Երբեմն կլսենք մանավանդ այսօր Հայաստանի մեջ ու Հայաստանի իշխանության կողմէ երբեմն ցեղասպանության կապված, մեր իրավունքներուն կապված, մեր նահատակներուն կապված, հայոց ցեղասպանության կապված կասկածի երբեմն մտածումներ։ Մենք չենք բաժներ նման մտածումներ։ Մենք որպես հայություն 110 տարիների վեր կշարունակենք մեր իրավունքներուն դերը դառնալ, մեր նահատակները լսել ու նահատակներուն գդագով առաջնորդվել, այսպես եղած ենք, մենք Խաչյալին նայած ենք, Խաչյալին հետևած ենք, Քողկոտայի ճանապարհին քալած ենք, հավատալով վաղվան մեծ արշալույսին, հավատալով վաղվան հարության, Քրիստոսի բերած կյանքին, չվախնալու, չերկմտելու, այլ հուսադրվելու, նոր ուժ ստանալու, նոր մարդ դառնալու, միասնաբար շարունակելու մեր պայքարը։ Այսօր գնային թափուր քերեզմանին, բայց քերեզմանին մեջ են ջարակայթող լույսն է, որ գդարած է և ուժ գուտա մեզի հարուցյալ Քրիստոսի հետ հարությամբ նորոգված նոր կյանքով ապրելու։ Հետևաբար թույլ տվեք այս արիթով, այս առավոտ հարության այս հրաշապար հաղթանակի դոնին առաջին հերթին շնորհավորեմ մեր եկեղեցվո նվիրաբայադական աթոռներու քահագալները, հատկապես նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին Մեծիդան Անգելիկիո հայրաբեդը Գաթողիկոսը և մաղթեմ իրեն առողջ և երկար կյանք ընդերգար ծառայելու և քահագալելու ու առաջնորդելու մեր ժողովուրդը։ Կշնորհավորեմ իմ հոգևոր եղբայրներս մեր թեմի հոգևորականած դասը, որոնք կծառայեն մեր թեմի մեջ մեր եկեղեցիներու ջամփով մեր սիրեցյալ ժողովրդին, իրենց ևս ուժ և գորով և բարի ծառայություն։ Կշնորհավորեմ մեր եկեղեցիներու մեջ սպասարկող սարգսակները, թբիրները, երգեցիկ խումբերը, կշնորհավորեմ մեր թեմի երեսփոխանական ժողովի անդամները, ազգային վարչության անդամները, հոգապարծությունները, դիկնած հանձնախումբերը և բոլոր գամավորները, որոնք կաշխատին մեր մեծ ընտանիքի մեջ մեր եկեղեցին պայծառացնելու և մեր ժողովրդին հոգևոր սնունդ չամփելու։ Կշնորհավորեմ մեր հայ կետրոններու մեջ գործող միությունները, մեր դպրոցներու դնորենները, ուսուցիչները, մեր աշակերտները, մեր ծնողները, մեկ խոսքով կշնորհավորեմ ձեզ սիրելի հավատացյալներ, մեր ժողովրդի զավակներ, կշնորհավորեմ ձեզ Սուրբ Հարության դոնի արիթով և ողջունեմ ձեզ և կմաղթեմ յուրաքանչյուրիդ առողջ և երկար կյանք,
Գողջունեմ այսօր նաև ներկայությունը Լիբանանի հյուբադոս Գրիգոր Բոստաջյանին եւ նաև գմախտեմ իրեն եւ իր ընտանիքին առողջ եւ երկար կյանք եւ իր մեջ են Լիբանանի խաղաղություն եւ նորանոր զարգացում եւ հաջողություն։ Նաև գողջունեմ ներկայությունը Տեխնազու Արիս Մովսիսյանին եւ գմախտեմ, որ հաջողի իր ընտրության մեջ մենք իր գողքին լանք եւ վստահաբար նման երդասարդ հայեր մեր զավակները Կանադայի մեջ մեր ցայնը լսելի դարձնեն եւ մեր իրավունքներուն դեր դառնան։ Հետևաբար եկեք սիրելի հավատացյալներ, քիչ երբ դուրս կելենք եկեղեցիեն, զիրար ողջունենք այս նույն հույսով, նույն գիտակցությամբ, հաղթանակի մեծագույն ավետիսով ըսելու համար Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց։ Ամեն։